Ֆուտբոլից չեմպիոն իմ Արմենս։ Տեսեք ինչ թրոֆի ա ստացել ինքը մրցանակ։ Հələ նայենք։ Սիրուն հերո պահի որ երևա բալես գնդակը։ Կանգնի, սիրուն կանգնի։ Շնորհավոր իմ տղա, շնորհավոր։ Հարի պաչկանի տատիկը։ Այդ տենց բարձրունքներ ունենաս, դառնաս չեմպիոն անունով, այն վաստակավոր չեմպիոն Ռոնալդոյի նման, որպիսի աշխարհով մեկ դու լինես առաջատար ֆուտբոլիստ։ Դե մի հատ սենց հարասիրում, ոտով հլը տշի ուրա։ Ապրես դու։ Դե արի գնանք հլը պապվո գիրը տեսնենք գովասանագիրը։ Դե ասա հլը, ինչ ա գրած, best newcomer award Armenian, ասա, դու ասա։ Best newcomer Armenian thank for a great season։ season։ Ապրի Արմենս, 11-10-25 թվական, ապրես բալես, ապրես։ Տատին այսենց քեզանով հպարտանում է։ Հպարտանում է իմ բալիս։ Բա ինչ տամ իմ բալին, ասա հլը։ Արի տեսնենք հլը ինչ տամ իմ բալին։ Տես տատիկը ինչ ունի քո համար, ես էլ իմ բալիս, քեզ նվեր կառնես։ Դու արժանի ես ամենալավին։ Երբ որ կմեծանաս, դու էլ տատիկին, ինչ ես բերելու տատիկին, ասա։ Որ շատ փող աշխատես։ Billion չես ուսում դե trillion ռիպերը։ Համերնեմ քեզի, դու արի տատիկի մոտ հերիք ա, տատիկը ոչ մի բան չի ուզում։ Այսենց սնդիկ ա, ոնց որ ֆուտբոլ ա խաղում, այտենց էլ տեղը չի կանգնում Արմենչոն։ Ահա։ Այս էլ Արմենչոյիս մրցանակը, շնորհավոր։ Եմ հանում ու $1 ոտը պապան չի օգտագործում։ Չի օգտագործում $5 $5 ու $5։ Ամսի 5-ից Արմենչոյի սնունդն ա, նոյեմբերի 5-ին։ Հիմա փողերն ա հաշվում ստեղ, նայեք ես նկարում եմ։ Ինչքան փողեր ա ստացի Արմենս։ Կոխանում եմ։ Բաստեղ, հեսա։ Կոխանում եմ։ Շատ կոխչի։ Ինչ ես առնելու ծնունդիդ Արմեն այդ փողերով։ Ինչ ես առնելու։ Դե ասա ինչ ես առնելու Արմեն ջան։ Ինչ ես առնելու։ Անելու եմ մոտո։ Մոտո ես ուզում առնես սնունդիդ։ Դե լավ, մոտոն է կնկարենք, մոտոն որ կառնես, մոտոն է կնկարենք, ցույց կտանք, ինչ մոտո առարես փողերին, ինչ արժի մոտոն։ 500։ 500-ով որ պրծնենք լավ ա։ 130, դիր։ Տատին քեզ կոգնի կհաշվես։ Մեկերը հետո կհաշվես։ Ահա։ 151 161 հետ այդ էլ։ Օ, էդի պապային է, $161 տղաս փող ունի։ Ապրես իմ տղա, դու էլ ապրես, քո մեկն էլ 1000 լինի։ Ասում ապրես տատի ջան, մեկդ 1000 լինի։ Անուշկա ուր ա քո փողը բա։ Ես էլ իմ աղջկաս եմ տվել, կտանես քեզի մի բան կառնես, եղավ։ Կրեմ էր ուզում առներ մազերի։ Okay, դե հավաքի փողերը, նվերը կառնենք նոր։ Էլի ցույց կտանք իմ տղուս մոտոն, հա։ Ամենակարևորը իմ տղուս մրցանակն է։ Շնորհավոր բոլոր երեխաներին, աշխարհի բոլոր մանուկներին թող առողջություն լինի, հաջողություն լինի, այսպիսի լավ բաներով հաջողություն ունենան եւ ուրախացնեն իրենց ծնողներին։ Կյանքում լինեն հաջողակ։ Շողովուր ջան, եկել ենք Trader Joe խանութը։
Ասեմ, որ շատ հայտնի խանութ է եւ թանկ, օրգանիկ։ Առաջինը Whole Food Market-ն է Ամերիկայում, երկրորդը Trader Joe եւ մնացած խանութները։ Ալին փոքրիկ քարտեր էլ անում երեխեքի համար։ Չկա։ Թողինք իր համար բան անի, եթե փոքր լինի։ Գնացեք, խանգարում ենք։ Կոնի սերմերը, սա ընդհանրապես 227 գրամ է, $11 արժի։ Ամեն ինչ շատ թանկ է այստեղ։ Այս խանութում։ Ալին baby broccoli հələ տես կա, վերցրու։ Baby broccoli-ները։ Օ։ Շատ համեղ պաղպաղակներ կա, այստեղ կվերցնենք։ Տեսնենք ինչեր կա, մատիկ։ Շատ են այստեղ։ Baby broccoli չկա, ոնց որ այս broccoli-ներից է։ Սանից չենք վերցնելու, մենք տանը ունենք։ Ես այստեղ եկա շատը, որ baby broccoli վերցնեմ, որ չկա, ծաղ կա, կաղան, բակաղան, 60 կա, 349, 12 օզը։ Մի հատ կանաչ սոխ վերցնենք։ Երկու կտոր սաղմնը այստեղ կարակով եւ կանաչիով այսպես փաթաթված $12 արժե։ Ձուկների տեսականիներն են։ Mommy, can we get strawberry cream? No, no. I want chocolate. Chocolate. No chocolate. No strawberry. Chocolate. No, we have strawberry. Chocolate. No, vanilla. Okay, vanilla. It's little. Mommy, can we get vanilla? Vanilla. Mommy, I want to get vanilla. Այս են փոքրիկ պաղպաղակները։ Ես օրիջինալն եմ սիրում։ Flavor-ով եք սիրում։ Flavor. This is Հա? escomate despacio. Esi pana vanilla ya. Այո։ Որի բնդեղ բան է։ Ելակի է, այնտեղ կակաոյի է, եսի ինչ։ Էսի լավն է, ես ենք վերցնում։ Մի հատ էլ վերցնենք, թե մի հատ էրիկ է։ Did you know I just pointed at the goal? Yeah, it is. Like vanilla with a goal. I don't want that one. Այս է բանանով է էլի։ Mommy. Նա, ես մանր-մունր բաները համով են սրանք։ Վերցրու։ Սա մոչի է, green tea, կվերցնենք սրանից։ Սա մայքրոն քուքիներն են, սուրճի հետ, երկու հատ սրանից վերցնենք։ Լեոնա, բայ դու չես գալիս, որ տատիկին օգնես, խես նստեր։ Այդ պետք է դու գաս, որ տատիկին օգնես իմ աղջիկ։ Pumpkin cheesecake
Հա, սրանց գներն ասեմ։ Մեկը հեսա $6 արժեր, 4.49, 5.99։ Այդպեսի գներ են։ 3.99։ Սա ինչ է, 3.99 արժեր։ Ասում գները։ Մի հատ սրանից վերցնենք, այս բարերն էլ լավն են, ֆրուտ։ Ստեղի քաղցրավենիքները ես շատ եմ սիրում։ Սրանք էլ են լավը, խմորեղեններ են։ Արի Լեոն, արի տատիկին օգնի բալես, արի տարտուր մամային։ Հələ տես մամին եսի կսիրի, ես էլ տար։ Ասա մամի, եսի լավնա, վերցնենք ալին, եսի լավնա։ Լավը չեն, սրա սարուսներն են։ Լավ, եսի հետ կդնենք, ոչինչ։ Սրա գինը չկար, որ ասեմ, ստեղ չկար։ Բնանա փայերը շատ լավն են, բայց ստեղ չկա բնանա փայ։ Արդեն սրանք խմորով ուտելիքներն են, սրանք էլի տարբեր համեղություններ են։ Տեսնեք շոկոլադները ձևափոխել են, հա, բայց ստեղ Հա, սրանց գները վերևի մասը դրված չի, այս ներքևի մասն է դրված։ Այս շրիմփները, սրանք քոկտեյլներն են, tempura shrimps, սրանք արժեն $8, երևի եսի ա թե ինչ է, cocktail shrimps, քոկտեյլները սրանք են, սա արժե $8, 454 գրամը։ Տեղափոխել են, այգե գնանք այս կողմ, այստեղ նայենք քաղցրները։ Հա, սա արժե զեֆիրներն են, սա արժե 4.49, 220 գրամը, շաքարը շատ եմ սիրում, բայց շաքարը ամբողջովին, տեսնենք ինչ հետաքրքիր բաներ կա։ Սրանք լավն է, չգիտեմ որ մեկնագինը, սրա սա կվերցնենք էդի շոկոլադով պատրաստված քուքիներ են այսպիսի, սրանք շատ լավն են, համեղ են, կարելի է։ Dark chocolate covered caramel-ով սրանք
Տեսնենք քանի տոկոսա կակաոն։ Caramel candy bits։ Բայց բան է, այսի գրված չի ինչքան է կակաոն մեջը։ Սրանք էլ են լավը, կարելի է սրանից էլ վերցնել, այսի։ Սրանք քուկիներ են, իրենց մեջը նուշ է, այդպիսի պնդուկ նուշ, ինչ որ այ իրանք շատ համեղ են։ Ու գնացին մերոնք։ Այ։ Սրանք թրաֆլներն են, տեսեք այդ շատ նուրբ շոկոլադներ են, բերանում հալճող։ Ես վերցրել էի Costco-ից էի վերցրել դրանից։ Այստեղ շոկոլադներն են տարբեր, նայած թե ինչքան է կակաոյի, սա dark chocolate արդեն, սա dark chocolate է։ 500 գրամ է, 3,5 կիլոգրամ են, ես էլ է dark chocolate, կոն մեծ են չան, 72% ասրա կակաոն մեջի, սա միլք է արդեն, միլք chocolate-ը, սա լավ ինչ է, սա էլ է միլք chocolate, 25 կիլոգրամ է, սրանից կվերցնենք, այս dark chocolate-ից վերցնենք, Օ, սա բանով է, նուշով է, dark chocolate-ը, բայց նուշով է, նուշովն էլ է համեղ, նուշովը վերցնենք, ինչքան համեղություններ կա, տեսեք ես բան էի ուզում, նայում եմ ռայսից, բրնձից պատրաստված չիպսեր են, շատ համեղ են, բայց հիմա չկա, ես չտեսա դրանցից, մի հատ էլ հետ գնամ նայեմ, տեսնեմ կա թե չկա, շոկոլադներ կար շատ, տարբեր տեսակի, փոքր մեծ, պլիտկաներ էլի չկա, ինչ ա եղել դրանք, շատ հետաքրքիր է, ու ես ինչքան լավ բաներ եք վերցրի, ուխտի,
Իդի դո բանի դի։ Հա։ Սրանք cheese-ն է, լավ, թե cheese-ը spinach։ Ես միշտ վերցնում էի չիզովը, հիշում ես։ Հա, կարաս չիզը սպանեչ վերցնես միասին սպենաչ։ Իսկ դու տատիկ ինչ վերցրի համով։ Կսիրես։ Տոտին մի ջորի լարը երեխեքից դպրոցից վերցրել են։ Հա։ Դրանից վերցալին։ Համով են դրա։ Հələ մի հատ ասենք այդ պլիտկաներից չկա, այստեղ այնքան կար, առաջ չկա։ Հազիվ կոյ բաներն են լցրել այդ ինչա։ Չէ, հեսա վերցրել են դրանից։ Այս կես կիլոգրամ ասենք, ալին կա ալմնդով, կա առանց ալմնդ։ Ալմնդովը չէ։ Պրիմ բալ եմ։ Ուզում ես իջնես։ Այլ։ Պրիմ բալ եմ։ Գնացին։ Ալին գիտես ինչ վերցնենք։ Մի հատ սանդվիչի լավ հաց վերցնենք, մեկ էլ բան։ Սանդվիչի տանենք։ Էսի վերցրել ես։ Էսի լավը չի բալես այդքան, լավն է էսի։ Ալին մի հատ նայեց այս այդ խմորներից չկա ստեղ։ Էսի։ Լավ։ Ոչ, ուտես մկան պոչ։ Ուտես մկան պոչ, Լեոնա։ Those red hours are brutal. Хочешь стати дни? Այս կողմ դուրս չգաս, Լեոնա։ Ված չի, մեր գնումներին 70 դոլար փող վճարեցին։ Եկեք։ Գնանք մամին կգա։ Թե մամիի հետ եք ուզում դուրս գաք։ Մամիի հետ գնանք։ Այսօր իմ տղեն գովասանագիր է ստացել։ Ամբողջ դասարանում 3 հոգի գովասանագիր են ստացել, որից մեկը Լեոնն է եղել, մեր համեստ լուր Լեոնը։ Ցույց կտան գովասանագիրը։ Հերո։ Արեք, օգնեք Լեոնա, բայց զգուշ մեքենաներին որ չխփեք անկած։ Արեք են կողմից ենք իջնում։
չի կարելի այսկրիմ ուտել մեքենայի մեջ։ Եկեք։ Հասնում ենք տուն հեսա, բալես 5 րոպե է, վազը։ Նստեք։ Արի Լեոն։ Ժողովուրդ ջան, սա էլ մեր առևտուրը, ճիշտ ասած անենք սոված ենք, գնացինք երեխեքին վերցրեցինք, տատիկը համեղ հորթի մսով բորշ է պատրաստել, հեսա գնում ենք ուտենք, մանթի եմ պատրաստել, գնանք տեսնենք ինչ ենք ուզում անել ուտենք, այդպես գնացինք, պատրաստելու ենք շատ համեղ հնդկահավի մսով կոտլետներ։ Հիմա այստեղ ես մսի վրա ավելացրել եմ աղացած սոխ, թթվասեր եւ մանանեխ։ Հիմա համեմունքներից ավելացնում ենք աղ, կարմիր պղպեղ, համեմի սեր մաղացած, սև պղպեղ, ես սև պղպեղ շատ եմ սիրում, ավելացնում ենք հալեպի պղպեղը և որի մեջ կա մի փոքրիկ ավելացրած չաման, շատ չենք լցնում, ավելացնում ենք մաղադանոս և մի 2 ճուղ համեմ, և 1 ձու։ Սպիտակ հացի վրա ավելացնում ենք կաթ, թրջում ենք։ Հիմա երբ որ հացը թրջվի ամբողջությամբ, հապկի, կքամենք և կավելացնենք մսի վրա։ Ինչպես տեսնում եք, մսին ես ավելացրեցի մի 2 ճուղ ցիտրոն հարգելիներս։ Եթե սպիտակ հաց չունեք տանը, կարող եք ավելացնել պաքսիմատ, սուխարի, մսին ավելացնել։ Հիմա այստեղ տեսեք, ես հացը փռել եմ, որպեսզի չորանա, պատրաստելու եմ պաքսիմատ, հարգելիներս։ Ահա, հեսա արդեն պատրաստ է, տեսեք, փափկեց։ Պետք է լավ քամենք հացը, կաթով չենք լցնելու։ Լավ քամելու ենք և լցնենք մսի վրա։ Թող այսպես մնա մի 2 րոպե։ Կաթը քաշեց ամբողջությամբ իր մեջ։ Ավելացրեցինք հացը, հիմա լավ կխառնենք, գազ օջախը միացված է, հիմա տապակի մեջ մենք ավելացնում ենք, լցնում ենք ձեթ, ինչ ձեթ որ ունեք տանը, հարգելիներս։ Ահա, հիմա մի գաղտնիք ասեմ այն մարդկանց, ովքեր, այն կանանց, ովքեր չգիտեն այս մասին, ուրեմն եթե տապակը կպչող է, իմ տապակը կպչող չէ, բայց ամենայն դեպս անեմ, որ դուք տեսնեք, հիմա ձեթը ավելացնելուց հետո, ձեթի վրա մենք ավելացնում ենք մի փոքրիկ շերտով աղ, որպեսզի կոտլետները չկպչեն տապակից, հարգելիներս, նայեք, մենք մսի մեջ աղ ունենք, մենք նայում ենք, որպեսզի աղը շատ չլինի այստեղ, այսպես աղ ենք անում և կոտլետները շարում ենք
տապակի մեջ։ Սա այս գաղտնիքը։ Հիմա այստեղ ես ունեմ միսը եւ ջուրը։ Կոտլետները պատրաստում ենք եւ շարում ենք ձեթը տաքանալուց հետո, թողեք լավ տաքանա։ Շարում ենք ձեթի մեջ։ Պատրաստում ենք շատ համեղ ջրալի համպլիկ կոտլետներ։ Տեսեք, հիմա ես տապակը իրար տամ, կոտլետները իրար եմ տալու։ Տեսեք, հարգելի է, սա աղի շնորհիվ է։ Տեսնում եք։ Երբեք չի կպչի։ Դուք էլ այդպես պատրաստեք, պետք է իմանաք ամեն մի գաղտնիք, ամեն ուտելիքները պատրաստելիս, որպեսզի լինեն գեղեցիկ տեսքով, նաև ամենակարևորը համեղ։ Մեր համեղ կոտլետները պատրաստ են։ Շատ սոչնի համեղ փոփլիկ կոտլետները հարգելիներս այստեղ նայեք։ Կարող եք մատուցել տապակած կարտոֆիլի հետ, փլավների հետ, ինչի հետ, որ դուք ցանկանաք։ Հիմա կտրենք մի հատ տեսնենք։ Տեսեք ինչքան փափուկ եւ երևում է թե ինչքան ջրալի է ստացվել սոչնի, այսպես ասած։ Այստեղ նայեք, շատ համեղ տեսք ունի։ Պատրաստեք դուք էլ այսպես եւ այլեք հարգելիներս եւ մեր վերջաբանը։ Սիրում եմ ձեզ բոլորիդ, Աստված օրհնի բոլորիդ, ձեր ընտանիքները, ձեր բալիկներին, ձեր հացն է թող օրհնված լինի։ Դե գնացինք վայելելու։ Կհանդիպենք շատ սիրուններս եւ վերջում ավելացնեմ, չենք մոռանում ավելացնել սխտոր։ Պարտադիր սխտոր ավելացնում ենք։ Կամ մարդիկ չեն սիրում, մի ավելացրեք։ Ավելացնում ենք սխտոր, եթե սխտոր չունեք տանը, ավելացնում եք սխտորի փոշի։